Այսի վեն որ զբաղված են, ես կարաս մատ այդ գողես Ասի։ Կարաս մատ այդ գողես այսպես բաներ անես տորնադո ան։ Ժողովուրդ հատա, այգովորդ իրականում նկարում է արդեն, այնտեղ գեգեր է այդում, էլի։ Գեգեր այդում։ Հա, backstage ենք ունենալու վաղը միսոր։ Ինչ բատա։ Հեսա լծվելու է տեղը, անջատվի կեսից։ Մի վարկյան։ Լծուս մենը։ Արա դե դեիմը դե տուրեսիստ է։ Մի ջորիկ ցեքսիո, լավ։ Ահա։ Լրջացեք։ Ani şlava armana ekabes kırasını beresi. Սիրելի հետևորդներ, ով որ նայել է մեր նախորդ ոդկասթը, ինքը հաստատ տեսել է, որ ոդկասթը վերջացավ է նրանով, որ մենք խոսում էինք կրթությունից, մարզերի ու քաղաքի միջև տարբերությունից։ Քանի որ մենք շատ ծավալվեցինք այդ թեմաների շուրջ, որոշեցինք մաս 2 նկարենք ու մաս 2-ում ունենանք հյուր։ Հյուրը մեր ընկերն է, մեզ շատ հարազատ մարդ է, ով ուղիղ կապ ունի այդ թեմաների հետ։ Ուրեմն մարդ, ով 1 տարի աշխատել է մարզում որպես ուսուցիչ ֆիզիկայի, մարդ ով կարողանում է Manchester United-ի ֆորմեն համադրի կլասիկ շալվարի հետ ես իմ ոնց, ու մարդ խի բարմենից դարավ դասատու տենց է չհասկացանք, մեր ընկեր Արման Աբրահամյան։ Ողջույն, պրոստը Արմանը 2 տարի է եղել գյուղում, բայց լավ։ Այդ մի տարին չենք շփվել իրար։ Համջան հələ ասա տենանք ոնց է սկզբի համար։ Նորմալ, ոչ մի արտարոց ինչ-որ բան, ճիշտ ասած, հոգնած եմ մի քիչ արդեն։ Բա մենք ինչ հոգնած ենք։ Հա, պատկերացնում, ես սկզբից որ սկսում էի այս ամեն ինչը, ես вообще չէի կարող պատկերացնել, вообще ձեր մոտի շոյին բան կստացվի, այսինքն կհասնի այդ этаպին, որ կսկսեք ոդկասթներ նկարել, որ քո նման մեծարգո մարդը գալի։ Ոնց է դա հասկանում որ ճիշտ է։ Չէ, ուզում եմ ասեմ, որ իրոք չէի պատկերացնում, որ այսքան ոնց որ այդ ամեն ինչի մինչև սկսել հələ այսքան գործը արդեն 2-3 ժամ, լելուր մնաց նկարելը պատկերացնում ես որ լավ երկար ստերանք իստում։ Իսկ ես ոնց ես զգում սենց հյուր որպես։ Դե հետաքրքիր փորձ է, հաստատ sense ինչ-որ փորձ եմ ունեցել ինչ-որ տեղ հյուր, բայց այնց էլ ինչ-որ հյուրի կարգավիճակում եմ ինձ նո, որտեղ Երոնց ենք նստած, ես իմ չգիտեմ։ Որտեվ հենց նոր մի հատ քաբաբ խփինք, չէ՞, տղայք։ Երեք էլի sense միտը նստած ենք, մենակ լույսերը չկար երևի ու կամերաները, так что նույն բանն է, իստում։ Յուրային կույսությունից զրկված ես։ Պետք է հիշեմ, բայց երևի, հա, չգիտեմ։ Կարող է, հա։ Դրանքի մեջ առաջակամ հյուրա գնաց։ Հա։ Դե քանի որ մեր թեմաները կրթությունով է վերջացել, հենց sense ուղիղ ուզում եմ միանգամից sense կապեմ քո հետ այդ ամեն ինչը, մի հատ կարաս պատմես թե ոնց եղավ որ դու sense դասատու դառար։ Շատ պատահական են առանց հասկանալու դաժե ինչ որտեղ իրոք նախ այն ոնց որ դու սկզբում էլ ասեցիր ես չէի պատկերացնի երբեք որ այդ ամեն ինչը կարա դուր գա ինչ որ մի ձև ուղղակի ինձ ստացվեց որ բան էի բացել հա բայց ո՞ց է էսի պատմել դաժե դες կարծեմ որ LinkedIn-ի բացել որ գործ գտնե լագիշն ու որ account-ս բացեցի նոր էի բացել, դες գրում եմ էլ ինչ եմ արել, ինչ եմ ավարտել եւ այլն, որտեղ եմ սովորել, ինչ կուրսեր եմ անցել։ Ու ես ման եմ գալիս իմ մասնագիտությամբ էլի, կենսաբժշկական ճարտարագետ եմ ման գալիս։ Մեկը գրեց ընկերս կարող է հերում բան աշխատես դասել։ Ու այդ մասնագիտությամբ եմ բան ման գալիս ու գտա ինչ-որ մի բան ավելի շուտ ինձ գտան գրեցին եւ այլն, այդպես խոսում ենք, ինտերվյու անցավ մեկ անգամ ու երկրորդ անգամ արդեն ոնց որ պետք է հաստատեի որ այդ աշխատանքը արդեն ուզում եմ։ Ու մի օր անցնում է ու բան են դասանդիր Հայաստանի հավաքագրման թմից են գրում, դες լրիվ պատահական։ Դեռ չգիտեմ խին իմ պրոֆիլը բացել, որտեղ ընդհանրապես կապ չուներ էլի։ Որտեղ վատ նկար էի դրել։ Չգիտեմ ինչի հետ կապված է, հա կարող է պատահական մատները կպել է։ Անիմաստ ինչ-որ մատները կպել է կամ չգիտեմ, այսինքն իրանց այդ ոնց որ պրոֆիլի հետ կապված ոչ մի բան գրած չի իմ բանում էլի, edge-ում LinkedIn-ի։ Ու տենց որ գրեցին դες ոնց որ թեքվեցի այդ կողմ կարդացի, ու դե բարձր բացում ես նայում ես ինչ կազմակերպություն, որտեղ մինչև այդ շատ չի լսել էլի իրանց ասեն, նայում ու որ ճիշտ ասեմ մի
3-4 րոպեում, արա հենց այդ է, որ ասենք երկար պետք է մտածես, չէ՞, որ ասենք այտենց պրոֆիլ ես ուզում փոխես կյանքումդ, մանավանդ այնպես բան, որ կյանքում չես պատկերացնի, որ կանես, բայց մի 2 րոպեում պրոստը ասել եմ, հա, օքեյ։ Պրոստը համաձայնվեցի։ Որտե փոշմանասիր չէ։ Հենց այդ ոչ մի օր չեմ փոշմանը դրանից հետո, բայց այն մի գործին չեմ պատասխան է, այն որ գտել է կենսաբժշկականի բավ, նրանց չեմ պատասխան ընդհանրապես։ ու դասավանդի հետ այնպես գրեցի եւ այլն ու ուղարկեցի զայավկեն արդեն հենց այդ օրը եթե չեմ սխալվում այդ հայտը լրացրեցի դա պրոստը ստացավ իսկ իրենք հենց ամենասկզբից քեզ դիտարկել են որպես ֆիզիկայի դասատու հա այտենց ես լրացնում հայտը լրացնում ես առարկայով ու այնտեղ իհարկե կա որ դու նախընտրելի մարզեր ես նշում հա ոնց որ ծրագիրը երկու բառով ասեմ երկամյա ծրագիր է որը որ այն մարդիկ ովքեր որ չունեն կրթություն մանկավարժական իրանց որոշակի վերապատրաստման ուղարկելուց հետո ուղարկում են շրջաններ որպես ուսուցիչներ դպրոցներում, սովորական դպրոցներում։ Ու ես ի սկզբանե ուզում էի հա հենց ֆիզիկա դասավանդել, իմաց որ այդ ծրագիրը տենց է, ես առարկաներից դե ուզում էի ֆիզիկան դասավանդել, որտեղ միշտ ամենասեծ առարական է եղել։ Այսօր պրոստը ֆիզկուլտի դասատուի շարերով ես դրա բանը։ Ուզում եք ֆիզկուլտ լավ կլներ, ֆիզկուլտի դասատուն United-ի Մայքով լավ կլներ, չէ՞։ Բայց դու հենց դեմից գիտեր որ դու տենց մարզ ես գնալու Ես գիտեի որ մարզ եմ գնալու, բայց դե մինչև վերջին բանը ոչ մեկ չգիտի թե որ մարզ ու որ դպրոց։ Տենց է հենց հատուկ նախագիծը տենց է նախատեսված այդ պահը։ Իրոք հենց ջրիբովկայում ստացվում է վերջում, դե իհարկե այնտեղ կա նախնական դե բարձր այնտեղ պայմանավորվածություններ եւ այլն պետք է անցնեն իրանք երկար փուլ, բայց այդ ամենի մասին դու չգիտես։ Զբորնի պունկտում քաշում ես։ Հենց իրոք տենց է։ Բաներ կան ու վիդեոներ կա փոքրիկ վիդեոներ նկարել է դրա հետ կապված, ոնց է։ Այդ անցնում ես վերապատրաստումը կոչվում է ամառային ակադեմիա։ Ամառվա ընթացքում անցնում ես այդ ակադեմիան, դրանից հետո արդեն տեղակայման շաբաթի ոնց որ վերջում ամենավերջին օրը ուղղակի իմանում ես թե որ ուր ես կոպիտ ընկել են։ Ամառային ակադեմիան ինչքան է տևում։ Ամառային ակադեմիան ընդհանրապես տևում է 4 շաբաթ, եթե չեմ սխալվում։ Բայց դե ամեն ոնց որ սերունդն էլ ամեն տարվա դիմորդներն էլի ոնց որ 4 շաբաթ, 5 շաբաթ այդպես։ Դու այնտեղ էլ իհարկե տարբեր փուլեր կա, այնտեղ փուլ կա սկզբում որ դու մեթոդաբանություն ես անցնում, ընդհանրապես ուսումնասիրում ես դասավանդման մեթոդիկան եւ այլն, ու վերջում արդեն աշխատում ես իրական աշակերտների հետ դպրոցում։ Այդ 4 շաբաթվա մեջ աշխատում։ Վերջին շաբաթը աշխատում ես աշակերտների հետ։ Հենց այս նախորդ ակադեմիան դե ես ծրագիրը անցած տարի եմ ավարտել, այս վերջին ակադեմիայում հենց այդ ամառային ակադեմիայի ժամանակ ես թիմի ղեկավար եմ։ Այդ ակադեմիայի ժամանակ արդեն հենց դեմարդեմ էր երեխեք։ Սերժանտ են տվել իհարկե։ Ահա, լրիվ։ Դաժե սերժանտ չէ, լրիվ լեյտենանտ եկալ է ասել։ Այդտեղ ստացվում է ես 22-ի 2 էի։ Բայց մի հատ բան ստուգենք էլի 2-ին գումարած 2-ը ասա ինչ է։ Դի երկար կարանք խոսանք դրա շուրջ։ Մարկանց մոտ կասկած չմնա է Որ ֆիզիկայի Դու կարաս արա շփահի Այդ պահին ես ականջդ կորեց հենց, հա։ չէ որ արտը շխոսը որ այն մի կամերան կքսվի եւ եսի կդզեմ որտեղ բոլոր հոպեր մեկ կպրիմա ծաղիկն է ծաղիկը զայցան Լավ մի հատ sense մի հատ հարցն ամ որ ժողովրդի մոտ կասկած չմնա էլի որ դու լավ ֆիզիկայի դասատու ես բայց 2-ին գումարած 2-ը կասես Բայց 2-ին գումարած 2-ը ֆիզիկայի հետ ինչ կապ ունի։ շատ մեծ կապ ունի, հա։ Այդ շատ լիքը մարդ չգիտի Խոսքի 3-ին գումարած 3-ը չգիտի բայց 2-ին մի քիչ հեշտ 3-ին 3 հետ արդեն բարձրագույնի տանող կողմը այդ իմ Դա կոմպլեքս անալիզ է բանա այդ ուրիշ չէ։ Իսկ LinkedIn-ում ավելացրել ես որ գիտես 2-ին։ Չէ, դա այդ նոր եմ անցել ուղղակի, էլ չեմ ասել դեռ Դե պատասխանում եք սպաս։ Սարխիկ այդքան քյալապ է։ 4 կարծում եմ։ Ոնց է։ Հա 4։ Ես հաղորդումից հետո կգուգլեմ Հա։ Մի հատ կալկուլյատոր արեք կանենք հեսա Իսկ արմետ 4 շաբաթվա մեջ որ առնչվել ես աշակերտների հետ ինչ որ չափով։ Դա բավական էր որ գնացիր գյուղ ու ոնց մոտեցար այդ երեխեքին մոտեցումը ոնց եղավ, քեզ ոնց ընդունեցին, սպասում էին արդյոք որ քաղաքից ինչ որ ջահել տեղա կգա, չգիտեմ, նակորկեքով բան կգա, այնտեղ իրանց կսկսի դաստալ իրանց երեխեքին հետի է հետաքրքիր շատ։
Հա, հետաքրքիր բա, իրոք որտեվ իրենք դե սպասելի իհարկե սպասում են, որտեվ ընդհանրապես գյուղում տենց է, եթե շո մեկը մի բան իմացավ, մի քանի վայրկյանների ընթացքում, եթե ոչ տարածաշրջանը, բայց այդ գյուղը հաստատ իմանում է, լրիվ։ Դե պարզես մինչև տնօրենի հետ հանդիպել եմ, մինչև հենց գյուղ տեղափոխվել արդեն, հա, ունեցել ստացի, որ այդ տնօրենին հանդիպել այն ժամանակ, երբ որ իրանք բան էին, վերապատրաստման էին ուսուցիչներով, այդ ուրիշ դպրոցում լրիվ, Եղեգնաձոր։ Որ գնում եմ Եղեգնաձոր տնօրենի հետ հանդիպեմ, մնացած ուսուցիչներն էլ են դուրսը կային։ Դե այս ժամանակ իրանց չէի ճանաչում, բայց հետո իմացա որ իրանք էլ են էլի, դեռ այսինքն իրանք էլ են ինձ տեսել ու այդ օրն է կարծեմ այդ օրն էլ United-ի Մայքով։ Ու այն մյուս Մայքով։ Ես ուզում եի հարցնել։ Լուրջ այդ օրն էլ United-ի Մայքով նոր հիշեց։ Պապայի հետ գնացինք Եղեգնաձոր, այդ գնացել ենք բանը, տունը նայենք։ Տուն այցենք հետի չենք Եղեգնաձոր, դե տնօրենին տեսա, ու էլի sense պատկերացա, ասենք, դե դեմքս էլ հիշում եք շատ չի փոխվել, այդ օրվանից էլի մազերը sense մի քիչ խոճուճ էր, United-ի Մայքով sense։ Մենակ հետ եկար լավ։ Տատուներով, հա, մի երկու տատու է ավել այդ պահից, ու ես դուրս եմ գալիս ու միշտ մտածում եմ, ասենք տնօրենը լավ ինչ է մտածել էլի այդ մարդը, ասենք գյուղից տղամարդ է, մեկ էլ ինչ-որ մատ երեխա է գալիս կոպիտ ասած իր համար, որտեվ իր երեխեքից էլ փոքր եմ էլի ես։ Ու պետք է ֆիզիկա դասավանդի, ինքն է ֆիզիկայի մասնագետ է։ Հա, տնօրենը ֆիզիկայի մասնագետ է։ Ու sense կանգնում եմ իր դիմաց, ու sense խոսում ենք, ու ունեցա ստացվում որ պապան է ինչ-որ մի պա իր հետ խոսում, ես вообще եմ համար խնդալու, որ ասենք ոնց որ ես եկել եմ ինչ-որ երեխեն եմ պապային, ինչ-որ բան, դպրոց ավելի շատ եկել եմ որ դպրոց ընդունվեմ։ Կամ խոսքի պապան է ֆիզիկայի դասը։ Ես պրոստը այդ օրը իր հետ գործի եմ գնացել։ Հա, ոնց որ այդ իմոտ այդ ոնց որ ես լինեի աշակերտ այդ բան։ Հա։ Տենց խոսացինք քննարկեցինք, հա, այդ ինչու վերաբերում այդ 4 շաբաթներին լիքը բան տալիս են իհարկե այդ ընթացքում, կոպիտ ասած ինֆորմացիայի տեսանկյունից, մեթոդաբանության, այդ շփման եւ այլն, բայց դա ահավոր քիչ է դեպք։ Մեկը դու սկսում ես դպրոցում դասավանդել ու ինքն փորձից եմ իհարկե ասում, մի 2-3 ամսում նոր կարող ես մի քիչ ընտելանաս ոնց որ դպրոցի անցուդարձին կոպիտ ասած։ Սամ չբռնես։ Հա, ու ամեն երեխեքի հետ տարբեր է, նախ կոլեկտիվի հետ պետք է հարմարվես, հենց մի բան էլ որ քաղաքից ես եղել, նմանավանդ ես գյուղել չեմ ունեցել ընդհանրապես բարեկամներ չունեմ գյուղից եւ այլն, իմ համար գյուղը շատ ոնց որ խորտ բան է եղել։ Լաուրային ծանոթ։ Իսկ ընդհանուր այդ մարզերի մարդկանց հետ մտեր ոնց ասեմ ընտելանալը ջոգի այդ կարծրատիպերի տիպերի տարբերությունը եւ այլն հեշտ է դասավորվել։ Էլի ինչ ասում ես ընթացքում ինչ խոսանք այսօր ամբողջովին բոլորդ վերագրեք որ մենակ իմ կարծիքն է, որտեղ դեռ շատ հաճախ չգիտեմ կարող ինչ-որ մեկը լսի մտածեն որ այդ ընդհանրի միշտ է այդպես, չգիտեմ, իմ կարծիքն է մենակ արտահայտում, իմ փորձը քեզից է գալիս մեծամասամբ։ Դու ոնց քեզ կպահես, դու ոնց կհասկանաս այդ մարդկանց ոնց ընտելանաս, այսինքն կոպիտ ասած ոնց ասեմ քեզ, օրինակ դու գիտես որ ինչ-որ մի բան հաստատ է տենց է իրաց մոտ, բայց քո համար այդ անընդունելի է։ Ո՞ւց ես կարա գնաս մտնես առաջին օր ասես էսի շուտ փոխեք նա։ Կարճ ասած դու գիտակցում ես գնացել։ Հա, դու հասկանում ես որ ասենք չգիտեմ։ Այո, հա, ինչ-որ մի բան որ օրինակ տենց պետք է լինի։ Բայց կարա եւ այդպես բաներ ընդհանրապես չլինի։ Օրինակ իմ մոտ, սենց ասեմ, չգիտեմ, կարող է ինչ-որ միտեղ կա, վստահ չեմ, բայց հաստատ կլինեն որոշ դպրոցներ, որտեղ, չգիտեմ, տատուրավկաներով չի կարելի մտնել դպրոց։ Հաստատ կլինեն։ Որտեղ Հայաստանում ինչ հիմա դպրոցներ կան, որտեղ կանայք պետքա միայն շրջազգեստ հա բանան հակնեն։ Բայց շրջազգեստով պետքա գնան։ Ավելի Երևանն է հարիր։ Ոնց ինքն ավելի ֆիկտիվ բնույթ է կրում։ Ինչը, որ բան։ Չգիտեմ, տատուներով դպրոց չմտնելը կամ թեկուզ հակոստը եւ այլն ջի, իսկ Երևանում ավելի շատ են տենց ֆիքսվում ուշադրություն դարձնում, քան մարզերում, որովհետեւ ըստ ինձ, ինչքան որ ես եմ շփվել այդ մարզերի մարդկանց հետ, իրենք ավելի բաց են այդ առումով, էլի։ Հա, դե էլի նայ հարաբերական։ Ստեղ էլ կա լիքը դպրոցներ, որտեղ որ ընդհանրապես այս բաներ չկա, բայց մարզերում էլ կարաս ունես դպրոցներ հանդիպես, որ դեռ չպատկերացնես, ունեք ոնց է այդպես տեղի ունենում, ասենք այդտեղ այդ վխի է, ասենց կամ նենց խել։ Մեր մոտ այնպես չկա, այն դպրոցում որտեղ ես եմ դասավանդել, ամեն ինչ շատ տրամաբանական է, դե իհարկե կային կանոնադրություն եւ այլն, որը որ պարտադիր է, որը իրականում ամեն դպրոց ինքը իր համար է գրում։ Ոնց որ տնօրինությունը որոշում թե այդ ամեն ինչը ոնց է տեղի ունենալու։ Սենց օրինակ ես մեր դպրոցում հանգիստ կարայի գնայի կարճատեով դաս ու տատուիրովկաներով եւ այլն կարայի հանգիստ գնայի մտնել ոնց որ ոչ մեկ ինչ չէր ասի խի ես սենց եկել էլի բայց գիշերը 12-ից հետո
Բայց երբ որ փագա դու։ Իսկ տատուիրովկով երախան կարար կարտոթը։ Լսի ունի երեխա, որ տատուիրովկի կուներ, հա։ Բայց չէ, դպրոցում չեմ տեսել տատուիրով, չգիտեմ, չեմ կարծում։ Դե նկատում կարծոթիով իրեն դուրս տեսել եմ։ Բայց ես sense ես ինքս իմ համար որոշեցի։ Ես էլ եմ էսի դպրոցում եկել։ Ես ինքս իմ համար որոշել եմ, որ դպրոց չեմ մտնելու կարծոթիով։ Ուղղակի իմ համար տենց էի որոշել, ոնց որ ինչ որ մի սուբորդինացիայի մի կետ, ոնց որ կոպիտ ասած։ Ու դպրոց չեմ մտել։ Չէ, իրոք, այսինքն դպրոց ուղղակի մտել եմ ոչ բանի ժամանակ, դասերի ժամանակ։ Երբ որ եկել եմ դասի, միշտ եղել եմ երկարաթևով ու երկարաթև ասելով որ ունես որ տատուիրովկեքս միշտ փակ լինի, էլի։ Գիտեմ, իմ համար էի տենց որոշել, այդպես։ Ինձ թվում է տենց ավելի ճիշտ է ինչ որտեղ, էլի։ Դրա համար հիմա լիքը անկապ երկարաթև սարոշկեք ունես։ Հա։ Միշտ է ունեին հենց, հա, ուղղակի չէի հագնո, բայց հիմա սկսել եմ հագնել։ Իսկ օրինակ, ինձ գիտես ինչն է հետաքրքրում, այդ երեխեքը ոնց էին մտածում, իրանք պետք է մեծանան գան Երևան սովորեն, թե պետք է մնան գյուղում, իրանք նպատակները, օրինակ ոնց էին նայում կյանքին։ Իսկ շատ տարբեր է։ Տարբեր են առումով ոչ թե ասենք, չգիտեմ, Երևանի ու գյուղի տարբերությունը մեծ, այլ երեխեքի միջև տարբերությունը։ Ասենք, այդ gradient, այդ պալիտրան բոլորի մոտ լրիվ տարբեր է մտքերը։ Դե իհարկե կան ոմանք, որոնք որ իրենց հնարավորություններից ելնելով պետքա ոնց որ իրենց երազանքները կապեն իրենց հնարավորությունների հետ մենակ, ասենք չի կարա պատկերացնել, չգիտեմ, որ երեխան պետք է Ֆիլիպիններում 4 հատ համալսարան ավարտի, որտեղ կոպիտեսս չի կարա, հնարավորություն շատ չունեն, էլի օրինակ իրենց ընտանիքը այդպես։ Բայց շատ մեծ տարբերություն կար իրենց միջև։ Ես երեխեք ունեի, որոնք որ գնացել են համալսարաններ, ընդունվել են։ Երեխեք ունեի, որոնք որ շատ ուզում էին անպայման մնային գյուղում ավարտելուց հետո չգնային շարունակեին ուսումը կամ ընդհանրապես Երևանը չտեղափոխվեին։ Կային երեխեք, ովքեր որ ավարտելուց հետո միանգամից գնացին Երևան աշխատելու, հիմնականում տղերքը։ Իսկ կներես ոնց է պայմանավորված։ Երեխեք ուզում են մնան գյուղում, որտեղ սիրում են գյուղը, ուզում են ապրեն այդտեղ, թե պրոստը չեն ուզում սովորեն, որ գնան քաղաք։ Դա շատ հետաքրքիր բան է։ Ինձ ես sense ասեմ պատկերցնում եմ էդի, որ շոր երեխարնի որ չուզենա այդ սովորի, դրա տակ թաքցնի են ինչ որ իրոք կա, էլի խոսքի։ Ասի մնամ գյուղում, բան, չգիտեմ, տենց եկա։ Ճիշտ բան ես նշում։ Էդ էլ կա, այն էլ կա, որ հիմնականը, բայց էլի տղեկի միջև է, տղեկի մոտ էր։ Ու տղեկը ուզում էին մնային գյուղում, որտեղ հասկանում են, որ պետք է օգնեն իրենց ընտանիքին ու գնալ սովորելով, ոնց որ իրանք ավելի շատ ոնց որ բան են բերելու, էլի, ոնց որ աբուզ են դառնալու այն առումով, որ գումարա պետք է անդադ ուղարկել իրացից հերո են լինելու, ընտանեկան հարցերով չեն կարող օգնել։ Իսկ ընդ ընտանեկան հարցերը որ պատկերացնեք 4-ից 5-ից աշխատանքային օրը իրանց համար ժամուկես է մի հատ առավոտվա ու այդ ասում ասենք 14-15 տարեկան երեխու համար էլի։ Իրանք այդ պատասխանատվությունը շատ փոքր տարիքից ունեն։ Տղերքը մանավանդ այդ հարգանքը ու պատասխանատվությունը շատ ոնց որ բայց ճիշտ մակարդակ է, էլի, առանց ինչ որ վախենալու, չգիտեմ, ասենք, չգիտեմ, ծեծում են կամ վախումա դրա համար է տենց անում կամ եղել։ Շատ ճիշտ կերպով այդ ամեն ինչին ասում եմ շատ փոքր տարիքից դրված է։ Ու այդ առումով գովել է։ Դե իհարկե ես բոլորին էի մեկը մոտիվացնում, որ անպայման գնան սովորեն, որտեղ շատ տաղանդավոր երեխեք կան, կոնկրետ իմ աշակերտները, այդպես մեկը մյուսից Իսկ էդի կարող է ինչ որ կարծիք ունենաս գլոբալ մեր Հայաստանի գյուղերին է վերաբերվում, թե տենց ինչ որ հատուկ ինչ որ օրինակ ունես է դրանով։ Իսկ թվում է չի տարանջատվում այդ գյուղերի ու քաղաքի միջև, իսկ թվում է բոլորի մոտ է այդ կերպ։ Ուղղակի գյուղերում ավելի ակնառու է ոնց որ այդ օրինակը, որովհետև քաղաքում այդքան հոգսեր չկան օրվա հետ կապված։ Իհարկե։ Որտեղ ասենք մենք չգիտեմ, մենք ամենահասարակ օրինակ եթե ուզում ես առավոտ կաթ խմես, գնացիր առար հետ եկա։ Իրանք է կարան գնան առնեն։ Բայց այդ լրիվ ուրիշ տեսակի ֆինանսա ուրիշ մոտեցում է։ Բացի այն որ ինչ որտեղ նաև ճիշտ չի, չէ, իրականում կաթի դեպքում ճիշտ է, որտեղ այդ թարմ կաթ ավելի վնասակարական բան է, բայց կաթը ինչ լավ օրինակ չի։ Ոնց որ այդ սեփական բանը ունենալը, օրինակ հավես է, չգիտեմ, տղամարդու տեսանկյունից է, օրինակ ես շատ տենց տարիքով լավ ընկերներ ունեմ այնտեղ այդ տեսակետից չէ։ Այն առումով որ ասենք, չգիտեմ, ես գնում նստում եմ օրինակ ինչ որ մեր տղամարդկանցից մեկի տունը, գոլեգաներից ու ասենք ինչ որ դե պարզ է ուտել խմել դա մի անգամից առաջինը է դա նստում է սեղանի շուրջ ու ինքս սկսում եմ թվարկել
որ այս սեղանի վրա օրինակ ոչ մի բան չկա, որ ասենք առել է ինքը։ Սաղ իրանն է, այս ինչը սարքել է, այն ինչը աճացրել է, Հենց իրան։ այդ սաղ սեփական արտադրություն է։ Ամբողջովին սեփական արտադրություն է ու այդ չգիտեմ ինչ որտեղ հաճույք է։ Ես էլի դրա մեջ այդ հաճույքը տեսնում, որ այդ սաղ քո սեփականն է, դե բացի նրանից որ քո սեփականն է, նաև շատ ավելի առողջարար է երկել։ Իսկ որ ասում ես երեխեք կան որ տուն ձգտում ունեն մնալը գյուղում ուզում հասկանամ իսկ չկա երեխեքի զանգված որ ոչ թե ուզում է գնա պրոստը գյուղից այլ գնա սովորի ու հետ գյուղը զարգացնել ուզում հասկանամ այդ իրանց մոտ կրթությունը կամ գյուղից գնալը ինչ նպատակով աջողի Բաժանվում է երկու էտապ թե գնում են սովորում են հետ են գալիս օրինակ համար ինչ-որ կաթիլային համակարգի այգիներ են դնում Դե լսի սենց է նայն հիմնականում բոլոր երեխեքներ շատ իրազեկված են ամեն ինչ նենց չի որ ասենք ինչ-որ միտեղ թյուր կարծիք կարա լինի իհարկե, բայց որ գյուղն ու բանը դե բանը դա մահերն է երևի։ Հələ ես փորձում եմ ռուսերեն ու անգլերեն բառեր չօգտագործեմ հիմա ուղղակի մեջ ընդհանրապես մեծ խառնաշփոթ։ Ես հաղորդման Արմենին մի հատ նաուշնիկ կտամ, բանը հենց խոսա տենց լայվ կթարփանի ժարգոն այդ դասածները։ Հա, բեսան տարածած խոսա, ոնց է երեք Լսի բարդ մտածելն է բարդ պրոստը որ մի քանի լեզվով եմ հիմա էլ աշխատում եմ մանավանդ մի քանի լեզվով այդ փոխելը հա բայտակ մեկ է բառ կա ուրիշ լեզվով է գալի ինչեր են իսմալ Իսկ հիմա մի հատ կտրուկ հարց Նյուտոնի երկրորդ օրենքը Չգիտեմ Նյուտոնի երկրորդ օրենքը չեմ հասել Դե ծրագրի լավ էներ որ այդ 2 տարիների ընթացքում բացի այնից որ պրոստը դպրոցում դասավանդում ես որպես ուսուցիչ, նաև լիքը պրոյեկտներ ես երեխեքի հետ անում ու ամենաթույն պահն էր որ երեխեքը սկսում են հասկանալ որ թե ինչքան բան իրենք իրոք կարան էլի անել։ Օրինակ մի հատ ծրագիր արեցինք թղթի վերամշակման ու էլի լրիվ իրանք են արել, ես ասենք իդեան էլ ես չեմ իրանց տվել դաժե էլի, այդ միտքն էլ է իրանց եղել Այդ ծրագիրը լրիվ զրոյից իրանք գրեցին բոլոր փուլերով եւ այլն ու եկանք հասանք հենց թղթի վերարտադրման արդեն վերամշակման Բա դու դե ինչ իրան ռուսարեն Հենց այդ ամենասիրուն բանը Հենց այդ նստած է Ոչ մի բան չես անում մեծամասը դու մենակ երեխեքին ուղղորդում ես այդ ընթացքում որ ասենք ինչ որ իդեաներ եւ այլն բայց իմ երեխեքը այնպես ոնց որ սա գծած անում էին թղթերը պահում Չէ գնացել այդ երեխի տեղը գործ էր անում ոսկի չգիտեմ տանգո բանը կամ այդ երեխի տեղը ֆուտբոլ էր խաղում այդ երեխի եկեն նստել դպրոց Իսկ իրոք այնպես ստացվեց որ այդ խումբը որ ես ում հետ որ աշխատում էի իմ երեխեքին անկեղծ եմ ասում 97% իրանք են արել Այն 3%-ը ասենք ինչ որ բյուրոկրատիա է որ ես եմ արել կամ ինչ որ ծրագրերի դիմել հենց ինչ որ բաներ ուղարկել այդ եմ ես արել այնպես ստացվեց որ մեր ծրագիրը ֆինանսավորեցին ու ասենք 16-17 տարեկան երեխեքա հասկացան որ իրանք կարան իրանց ուղեղից այնպես սարքեն թղթի վրա ինչ որ մի բան գրեն ծրագիր ու ծրագիրը փող բերի այն առումով որ կարանան իրականացնել այդ ծրագիրը Կոպիտ ասած օթից առանց ոչ մի բան, այսինքն առանց ինչ-որ ներդրման այդ առաջնահերթ թե էլի։ Թղթից Օթից կարան թղթի վրա բան ստանան էլի, թղթի վրա նկատի ունեմ ոնց որ միտքը գրեն թղթին էլի, կոպիտ ասած Դեշ փողեր են բռնել Գիտես ինչ եմ ուզում Բեսամ արտադրություն են Ոնց որ այդ ծրագրերը եւ այլն մենակ կոնման 2 տարով գնացած ուսուցիչներն են իրականացնում թե կա կրթական համակարգում տենց հստակ առաջադրանք որ բոլոր ուսուցիչները կամ գոնե այն ուսուցիչները ովքեր ունեն ցանկություն անկախ հնարավորություններից թեկուզ հենց դպրոցում նախկինում տարեդար աշխատած ուսուցիչները կարան իրականացնել դեպի այդ ծրագրերը ուզում հասկանալ ոնց է կոնկրետ Հիմա այս նոր չափորոշիչներով Նենցա որ պետքա պարտադիր բոլորը անցկացնել ոչ թե բոլոր դասատուները, բոլոր ուսուցիչները, այլ բոլոր դպրոցներում պետքա անցկացվի նախագծային ծրագիր, որը որ փաստացի այդ նույն բանն է, որը մենք արել ենք։ Բայց նույնիսկ եթե կրթական ոնց որ ուղղությունից ինչ որ մի բան չլինի, ուղղորդում չլինի այդ առումով, բոլորն էլ ազատ են այդ ծրագիրները անելու։ Այդ ոնց որ օրինակ, չգիտեմ, սենց ասեմ։ Չէ, արվում է թե չէ, դա մահա։ Արվելը արվում է, ըստ այդ չափորոշիչների բոլոր դպրոցներում հիմա արվում է, պարտադիր կերպով։ Բոլոր դպրոցներում պետք է արվի։ Այդ ոնց որ իմ ծրագրի շրջանակներում դե բարձր այդ դրա հետ կապ չուներ կոպիտ ասած, բայց նորից եմ ասում ոնց որ ով որ ազատ է, ով որ իրոք մտածում այն ուսուցիչներից, որոնք որ կարան իրենց թույլ տան այն առումով որ ազատ են մտածում այդ դրա հետ կապված, կարան դիմեն 1000 տեսակի ծրագրերի, 1000 տեսակի կրթական ծրագրերի
դա կարա հասնի մինչև նրան, որ կարան երեխեքին տանեն արտերկիր, փորձի փոխանակման հետ կապված կամ ուսումը շարունակելու հետ կապված ծրագրերի, էլի ինչ որ հաղթելու, էլի ասենք տենց ինչ որ իդեաներ, բիզնես իդեաներ օրինակ։ Հիմա շատ կան տենց բիզնես ծրագրեր, որ երեխեքը գրում են, ստարտափի տիպի էլի։ Ու տես կարան հաղթեն տարբեր տեսակի բաներում։ Իսկ մա շատ թույն հնարավորություն է։ Շատ թույն հնարավորություն է։ Ու ամենահետաքրքիրը դպրոցում էլի։ Հա, բայց ինչքան էլ որ տենց շատ բան է հնչում, ոչ թե օգտագործում են երեխեքին, բայց այն առումով որ իրենց մտքերը հավասարվում, հա, մտքերը կարա շատ հանգիստ օգտագործես, այսինքն սարքես ինչ-որ մի բան։ Ու լրիվ հավասարվում է ինչ-որ շատ լուրջ մասնագետների բիզնես իդեաների։ Ու իմ կարծիքով հենց շատ ճիշտ է, որ այդ ամեն ինչը դպրոցից է։ Այսինքն այն ամենասկզբից է, էլի, դե երեխան կրթությունից է դպրոցից։ Հենց այդ ամենասկզբից պիտի լինի այդ ամեն ինչը, որ հետո ավելի շատ բաների հասնես։ Դե ասենք տես օրինակ գնես, բան ենք անում մենք երեխեքիս հետ օրինակ լրացնում ենք ընդունման հազման ակտեր ենք լրացնում, թե ընդունման հազման ակտը չէ, մյուսներ։ Ինչ որ տես մի հատ բյուրոկրատիա էլի թուղթեր, որը որ պետք է գրես, ասենք ինչ որ ինչից ինչքան ունես, ինչից ինչքան ես առել, որ փողը ստանաս ոնց որ ճիշտ ֆինանսավորես, դե այդ ֆինանսավորման դեպքում պետք է շատ ճիշտ ցույց տաս թե փողը ինչի վրա է ծախսել էլի, այդ մարդիկ ասենք գումարը տվել են որ դրա համար անես, ինչ որ չստանես ջեբես էլի, ոնց կարաս արանքիդ փող աշխատես, չէ՞։ Ուրեմն ես մի բանը գրեք որ 10-ա տա, մի քիչ է կուտենք որից էլ մի 10,000, մենք ջեբներ։ Հա, ու ասենք այդ ֆինանսական պատասխանատվությունն էլ է իրանց մոտ զարգանում ու շատ բան այդ ընթացքում զարգանում, ասենք ամենայն հասարակ թիմային աշխատանք, որ ասենք մի 5-6 հոգի պետք է հավաքվեն իրար հետ, այս մեկը էս անի, այն մեկը այն անի, պատասխանատվության բաշխում, որ ասենք այս մեկը ասում է ես եմ անում, այն մեկը այն անում, ու չեն կռվում իրար հետ, չեն ասենք ասում չէ ես էլ ես ուզում անեի, բոլորը հասկանում են ու հասունանում են մի անգամից, չես պատկերացնում, 2-3 ամսում լրիվ ուրիշ մարդիկ են դառնում, ու իրանց այդ սեփական աշխատանքի հետ կապված, ասում եմ ես ոչ մի բան չեմ արել ծրել, փաստացի ոչ մի բան չեմ արել, մեկ էլ ասել եմ ես բան կա, արեք։ Ոստի կողքից փողս քերը։ Այնքը մերակ 10,000 դինար քեզ։ Ես փաստացի իրանց ասել եմ, sense բան կա, դուք կարաք անեք։ Մնացածը դեր վրա։ Մի 10% ինձ, մնացածը դեր չի կա։ Արմ իսկ այն հիշում ես որ եկանք մոտդ հերեր մի երկու օրով։ Դե որ ես էլ եկա, ես մի անգամ եմ եկել ինչքան հիշում։ Երևի, հա, դու մի անգամ ես եկել։ Այն ինչ էր ասում որ երեխեքի հետ Ամերիկայից ավտոյի վերում բանց ասում։ Դա չէր ապետ գործը, ճիշտ ասած, բռնին երեխեքից մի քանի օր։ Այդ չեղավ, բայց ծրագիր կար, որ կարային գնայինք Ամերիկա։ Հետաքրքիր է։ Ծրագիր կար, որ այդ ծրագրը ոնց որ մենք էինք անցել, ես ու իմ աշակերտներին պետքա գնայինք Ամերիկա, որ բաների fundraiser-ների հետ հանդիպման, ոնց որ այդ ամբողջ պրոյեկտի էլի, բայց վիզա չստացանք։ Նոր որ ասել է հիշեցի։ Վիզա չստացանք, պրոստը իրանք չեն ԱՄՆ-ի բանը չի ասում թե ինչ պատճառներով չի տալիս վիզա։ Հա, պրոստը մերժում է։ Հա, ուղղակի մերժում է, տես չստացանք։ Բայց դե ոնց կար հնարավորություն։ Ուսամ դու հնարավորություն ես։ Եթե Մայքով ես գնացել Իրանից։ Հնարավորություն տալսին, բայց վիզան չեն տալի, ինչ ուզում ես արա։ City ֆանատ ա եղա մերժել։ Չգիտես ո՞րն է դիտաղալու, բայց որ այդ աշխատողը բանի, ով որ դեսպանատան աշխատողը, ով որ ոնց որ այդ ինտերվյուն անցկացնում է, այդ նույն կազմակերպության մաս էր։ Նույն կազմակերպության իրան պետք է մյուս աշակերտս էր, իր հետ պետք է այդպես տենց բաներ, չուզողություններ։ Նույն կազմակերպությունից էր, դա ոնց որ դասանդիր Հայաստանը, ոնց որ ուրիշ երկրներում էլ Teach for All է, էլի կոչվում։ Այդտեղ Teach for America-ից էր։ Ու ասենք ինքս մերժել եք, դա որ նախանձել է, այսպես ման, չգիտեմ, խիատեցա։ Ինչ որ դու կարող ես գնաս Ամերիկին, կամ ինքս ինքը պետք է մնա Հայաստանում աշխատի։ Արմ գիտես ինչ է հետաքրքիր, այդ երեխեքի մեջ սերմանել է այդ նոր գործերին առաջ գնալը, ասենց ասած, չգիտեմ, գնալ ինչ որ բան սովորել, դա ծնողներից գալիս, հա։ Գյուղում մտածելակերպից, ասենց ասեմ, այսինքն երեխեքը կարան ուզենան, բայց ինչ որ մի բան պահի իրանց, որը որ ոնց որ ասած իրանց ծնողները տան։ Շատ բան։ Խոսքի հենց ծնողի կարծիքը իրան պահի։ Հենց ամենահասարակ սիտուացիան կարծիքը։ Բայց էլի ասում, ստեղ էլ ոնց որ տարբերություն չկա գյուղի ու քաղաքի միջև, ինձ թվում է։ Ծնողը ոնց կարծեց, ոնց որ շատ մեծ ազդում է երեխով։ Չէ, կարծում եմ քաղաքում ինչ որ չափով, չէ, գիտես ոնց նայ, եթե քաղաքում երեխան ուզում է ինչ որ մի բան սովորի, կամ օրինակ չգիտեմ, ուզում է գնա աշխատի,
ոնց որ դրան դեմն է։ Եթե ուզեցավ, ոնց է չլինի կպլստա մի բան կանի խոսքի, բայց այնտեղ մի քիչ ավելի բարդ է։ Հա, բայց դրա հակառակն է կա։ Կար օրինակ շատ ոնց որ իմ կարծիքով տես պետք է լինի, էլի առողջ հարաբերություն, ասենք ծնողի երեխեքի, ծնողների ու երեխեքի միջև, որ օրինակ այդ երեխան չէր ուզում գնալ համալսարան սովորել, որտեղ մտածում էր որ հիմա հələ չի կողմնորոշել թե ինչա ուզում անի։ Այդ էլ վստահ եմ հաստատ դուք եք եկել այդ իրավիճակում եղել ու լուբոյ մարդ եղել է հաստատել այդ իրավիճակում մարդկա մինչև այսօր չի գիտի օրինակ սերը չի հասկանում ինչ անում իր կյանքի հետ։ Այդ նույն տրամաբանությամբ ու ծնողները լրիվ ազատ էին այդ իրավորոշման հետ, ոչ մեկ չէր պարտադրում, գիտես ինչքան դու պետք է անպայման սովորես կամ հակառակը ճիշտ ես որոշել որ չես գնում սովորես, պետք է մնաս տունը նստես եւ այլն, չէ, ասում են ոնց որ օքեյ, մի տարի ես ուզում վերցնես, վերցրու այդ մի տարին սպասի։ Բայց դա այդ խնդիրը ոնց որ գիտեք տղեկի դեպքում դա այդքան էլ լավ չի աշխատում էլի։ Այնտեղ արդեն բալոբոմու բանակա ու այդ ոնց որ արդեն դուք լավ ծավալվել եք այդ թեմայի հետ կապված։ Ասում էին բարես դու Արման ձեզ այդ ընթղթերի գործը արա մնա։ Այդ ընթղթերի գործի մեջ քյար կա։ Դա խորացի։ Գիտես ինձ ինչն է այդքի, օրինակ մենք անցած հաղորդմանը քննարկում էինք, թե սերունդների տարբերությունը ինչքան արտահայտիչ է, չէ՞, մեր մոտ, չգիտեմ, մեր տատեր, պապերի, մեր ծնողների ու մեր մեջ, ասես ամեն սերունդից սերունդ մի սարու ձոր է։ Ուզում հասկանամ մարզերում էլա տենց շատ կտրուկ տարբերություններ տալիս սերունդների միջև, թե ավելի տենց դառ է էլի գնում այդ Սահուն է, հա, զորա։ բառջիկ։ Գիտես ոնց է, էլի հետաքրքիր բա, այդ դրա բանը շատ եմ մտածել։ Սենց է, ինչքան որ փոքր է այդ հասարակությունը կոպիտ ասած, այդքան ինքը բան նույն ձև է մնում։ Բայց նույն ձև մնում այն առումով, որ իհարկե կարան այլելություններ լինի, ասենք իշոր մեկը փոխվի կամ իշոր մեկը օրինակ չգիտեմ գնացել է Ռուսաստան ապրել է հետայեկը հիմա ուրիշ ձև է եղել ընդ է Զարգացել։ հա ասենք թե դու հա իշոր տենց իշոր մի ձև յանիմ զարգացել է իշոր մի ձև բայց այդտեղ օրինակ կային երեխեք որոնք որ շատ նման էին Բարեբարի երեխեքի կային երեխեք որոնք շատ նման են օրինակ մեծ սերնդի պապիների բնավորությամբ այո այսինքն ոնց որ ես մոտ շատ է պահպանվել էլի այդ օրինակ մեր մոտ են էլի մեր մոտ են չէ օրինակ ասում չգիտեմ պապուտես նման եւ այլն բայց արդեն ոնց որ այդքան շատ չի հանդիպում որտեղ խարակտերները փոխվում են ոնց որ կյանքը շատ է փոխվում եւ այլն բայց իրանք ոնց որ շատ են շփվում այդ մեծ սերնդի հետ ու ոնց որ միջին սերնդի հետ էլ նույնպես ու շատ հեշտ մոտավորապես մի կես տարի հետո հասկանում եմ ասենք ով որ ցեղից է միանգամից դա գյուղում էլ ոնց որ ցեղերը կա չէ էլի մի քանի ցեղ այդ յուրաքանչյուր գյուղում որ ասենք շփվեք կպատկերացնեք չգիտեմ 3-4 հատ ազգանուն է ու այդ հիմնական ցեղերն են այդ գյուղի միանգամից հասկանում եմ ումից է որ ցեղից է ասենք իր պահվածքով նմանությամբ դա հետաքրքիր բան է Այդտեղ մոտ հետաքրքիր հարց առաջացավ հեչ եղել է ինչ որ աշակերտներից մեկի ընտանիքի կռիվների մեջ ընկնես անկախ քո կամքից քո խոսքի կամ հետդ գան կիսվեն դες խառնվես բան Բարիշասնես հա տենց չէ բարիշասնելու բան չի եղել բայց ասենք լսել եմ դե շատ հաճախ դե նորմալ բա էլի ամեն տենց ինչ որ անեկդոտային է մի տեսակ որ գյուղում ասենք էս մի ընտանիք են միշտ ասենք չգիտեմ լավ չի շփվում եւ այլն տենց դες բաներ իհարկե լինում են հա ու ոնց որ ես դրանք է գիտեի արդեն էլի ասենք գիտեի որ այս մեկը այս մյուսի հետ օրինակ չի շփվում դե այտենց այդքան մեծ մասշտաբ չէր որ ասենք այս ցեղը այս մյուս ցեղի հետ ընդհանրապես չի շփվում այլ ինչ որ հենց ավելի լոկալ ընտանիք է ընտանիքը ասենք չի սիրում այն ընտանիքին էլ չէ իմ համար հետաքրքիր է ես միշտ կողքից եմ նայել այդ ամեն ինչին ասենք ես լրիվ գիտեի ու մի պահ կար որ արդեն այտենց մի տարին անցել էր երկրորդ տարվա սկիզբն էր որ արդեն Ջոգում է որ ես էլ եմ կամած մտնում արդեն այդ ամեն ինչի մեջ ոնց որ հա լպատմես ինչ է եղել ինչ որ չէ ոնց որ ես էլ եմ սկսում իրանց հետ հավասար նստել խոսալ այդ ամեն ինչից ոնց որ այս մի հաբա այս մի իմացար այս մի բանը սենց եղավ այն բանը հենց լուրերի մեջ է արդեն մտել էլի այդ խմբի մեջ էլի արդեն ոնց սվոյ դարը Ներքին բոշան արտնացել է դե բաներ այնտեղ որտեղ դպրոցում ուտիկավոր շորտ չկան այդ վաղ հակած Չունեմ պոտիկավոր Բայց երկարատ Բայց պարտադիր երկարատ է Չէ դե դպրոցում չէ Իսկ արանքում Չէ մեծամասնուն է դպրոցում է Իսկ այնպես թեմա եղել է որ լուրջ ասել է սարելը ոնց կարելի է սրանից խոսքի sense ընտանիքներով հակնել այսինքն ինչ որ անկապ բանից այդ ամեն ինչը տեղի ունեցած է էլի հա խոսքի իմ կովին հրա ասեց կլինի հաստատ հա
Բայց ոչ մեր գյուղի հետ կապված։ Ինչ որ ուրիշ գյուղում տես մի շատ սյուր բան էի լսել մի հատ ինչ-որ։ Ահա որ ապուշ բաց պատրվա։ Ու գիտես ոնց է, ու այդ շատ շուտ է եղել։ Բայց պահում են։ Հա, ահա որ շուտ է եղել։ Մի 100 քանի տարի առաջ է եղել, ասենք։ Ու դա մինչև այսօր այդ ծերունները տես մինչև այսօր գալիս ատում են իրար ախպեր։ Ու կարծեմ ինչ որ տես պահել որ ոնց որ փոս չէ, էլի դա ոնց որ այդ ճանապարհը եղել է, այս մի տունը, այս մի ընտանիքը այս մի կողմը ապրեն, մի ընտանիքը այն մի կողմը ապրեն, ու մինչև այսօր տենց են ապրում էլի իրանք։ Ու ոնց որ ինչ որ անպայման այդ կողմով են քայլում, չեն անցնում են դեմի բանով չեն քայլում, ոնց որ ջոգիր, հա, դա իրանց ճամփով չեն հետում էլի ոնց որ տենց։ Ուզում հասկանամ որ ասում դպրոցում էի այդ ամենը քննարկում։ Հա, Չեմ ասում այդ ամենը քննարկում։ Մակ խորտինիստի։ Լսի սենց է, բան խորտինիստի չէ։ Ամեն օր, քանի որ կոլեկտիվը շատ լավն էր, հիասքանչ կոլեկտիվ էր այդ առումով ու մենք տղամարդիկ շատ էինք, ինչքան որ շատ 7 թե 8 տղամարդ կար կարծեմ կոլեկտիվ ու բան էինք անում երկար դասամիջոցին միշտ տենց կոֆե, քաղցրավենիք եւ այլն այդ բահերը կար ու այդ 10-20 րոպեն ավտոմատ սա խոսում խառը ինչի՞ ասես խոսեն դե իրանք բացին այնց որ գոլեգաներ են նաեւ մեծամասնություն հարևան են բարեկամներ են իրար շատ հարազատ մարդիկ են էլի ու միշտ ինչ-որ խառը խոսակցություն է գնում, ասենք չգիտեմ, կարաս նստած լինես, այնտեղ ինչ-որ մեկի հարսանիքը քննարկեն։ Կամ այստեղ ինչ-որ մի բան քննարկեն, այսինքն միշտ դա ինչ-որ խառը քննարկում է գնում։ Խոսքը ասեն ես թազա գյադ են որ դասած, յա դու ներս չի։ Այ ինձ էլ են խոսում Այները նայ։ Խոսում էին իհարկե խոսում էին, անընդհատ։ Շշվեի, բան ասի դա Չէ, ես full այդ շատ լավ պատկերացնում եմ ինչև գնալը, ասենք ու պրիտոմ այդ տղամարդկանց ոնց որ խումբը որ կա ահա որ կատակացել են, մի մասին գիտեք, Արսենին գիտեք։ Մեր աշխարհագրության ուսուցիչն է ու դրեկն լավ երիտասարդ են պրիտոմ։ Գիտես ոչ չգիտես, Արսենը առաքել են։ Սա ասած այլանում է ասա բայց Արդեն որ գնաց նկարել էինք այն ֆոտոները այդ ֆոտոները հեսա հայտնվի եկել։ Գիտեմ Արսենը։ Ջուրատան Արսենը։ Հա լավ կգրեք այդպես։ Էվա, այդ ջուրկը բերես։ This is backstage էլի։ Սպասի։ Ապա ջուրը անցած խմում եմ, որ ստամոքսի ծծվայնությունն է բարձրացել։ Սոված է։ Բեսամ պիժոգա, չէ, բեսամ պիժոգա։ Ժոգայի դերտա։ Կարաս բանտաս, 0 բազա։ 0 բազա։ Էվա սունկետուր։ Արմ օրինակ մենք անցած հաղորդման ժամանակ հետաքրքիր հարց քննարկեցինք ու հիմա ուզում եմ քեզ դրա վրա հարց տամ ինչ կփոխեիր կամ կավելացնեիր մեր հիմիկվա կրթական ոլորտում Դասի շատ բարդ է։ Դրանց եթե ահա որ կարճ փորձեմ ասեմ, վիճակը բարդ է։ Ահա որ բարդ է այդ առումով։ Ինչը կփոխեի հաստատ մի բանով ոչ մի բան չէր փոխվի։ Եթե մի բան փոխեի, ինչ որ գլոբալ սախ կփոխեի, պրոստը։ լավ է։ Նայ, ասած ասեմ, այն փոփոխությունները, որոնք հիմա գալիս են, կատարվում են որոշ ժամանակամիջոցում մեկ, եթե չեմ սխալվում 5 տարի մեկ է հիմա, բայց կարող է սուտ եմ ասում, չեմ հիշում։ Այդ կոչվում է պետական չափորոշիչներ։ Ըստ որի որ աշխատում են բոլոր կրթական համակարգերը, հիմնական դպրոցները էլի։ Այդ չափորոշիչները, որոնք որ եկել են, եթե ճիշտ եմ հիշում, անցած տարի, թե նախ անցած տարի, նոր սկսել են օգտագործել այդ ամեն ինչը, ոնց որ ինչ-որ ինտերնետ արտագրած է, ինչքան որ խնդալու է, ու ոնց որ իրականում մենք հետո հասկացանք, որ ուսումնասիրեցինք ուրիշ կրթական ոլորտներ, ուրիշ երկրների օրինակ այդ ենթակառույցները, պատկերացրեցինք, որ պրոստը գողացած է ինչ-որ տերետաժ էլի։ Դե չգիտեմ ու մեղքնա չեմ հաստատ ասի թե այս մեկնամեղավոր են մեկնամեղավոր, բայց հենց է ստացվում որ վերցրել են մի հատ շատ լավ պետության կրթական ոլորտը ամբողջովին, ոնց որ ինֆրաստրուկտուրան, որ ինչը որ կառուցված է, ու բերել են, դրել են մեր մոտ։ Բայց ոչ մեկ հաշվի չի առել, որ դրանից դուրս են մնացածը չի համապատասխանում այն երկրի։ Դրա համար ոչ մի չի աշխատում։ Դե որտեղ երևի պետք չէր Մադագասկարի կրթական համակարգը բերել։ Ավելի լավ է Մադագասկարին էլ, դա ավելի համապատասխան կլինի, բայց մի հատ ջուրը կտակ։ Մենք լրիվ մոռացել ենք այս դրա մասին։ Իրականում մենք ոնց որ թազա հովանավոր ունենք, ինքը կռանտի ջուր է կոչվում, պրոստը այս որ սառը ջուր լցրեցինք, այս գոլոշի կապած էտիկետկեն փոկվա ամոթեր էլի, այս գեշ կպսրած վրան պահենք, ստե կռանտի ջուր պիտի գրածելներ։ Այդ թազա մեր հովանավորն է, էլի պիտի ներկայացնեի։ Բայց լավ չներկայացնի։ Կարաս շարունակենք։ Հենց դա լավ ներկայացրեց։ Իսկ
Երկրորդը, ասենց ասեմ, երկրորդ խնդիրը Լսի, եթե ոնց որ այդ հիմնական որոշումից ես կողմ գանք, այդ ճապորոշչային, հա, կոպիտ ասած, էլի լիքը անհասկանալի որոշումներ կա։ Մեկը որ ինձ թվում է այդ դուք էլ շատ լավ գիտեք, պետք չի դրա համար լինել, ասենք այդ ամեն ինչի մեջ, որ մենք այս բանը չունենք բուհեր, որոնք տրամադրում են բավականաչափ ուսուցիչներ, մասնագետներ։ Աշխատում է 2 կամ 3 բուհ, կարծեմ բանն է տալիս։ Պոլիտեխնիկան կարծեմ հիշում է ծրագիր ունի, բայց չեմ հիշում։ Որ տալիս է մասնագետ, այսինքն ուսուցիչ։ Այ իսկ այդ ատեստացիան որ ասում են Դա չկա գիրք։ դա չկա նզպեի դասը դու չկա բանակ Իսկ քո դասավանդման ընթացքում եղել է տենց մի հատ դեպք, որ երեխան տենց ինչ-որ վատ պահի իրան, տենց դոդոզին թեթև նախատես։ Չէ, բաչի։ Բայց լիքը հետ, լիքը բոց ապօրիններ է։ դասամի տակից մեկի դու դու նախատես Իզվրաշենեց։ Շատ բոցեր է, կարամ մի երկու բան պատմեմ։ Մի հատ շատ խնդալի բան եղավ, բայց հիշեմ 2000 years later. Ուրեմն է ստացվեց որ ինչ-որ թեմա եմ պատմում ու պետք է Էյնշտեյնին մեջ բերեի ու ես ընդհանրապես դասն անցկացնում աշխատում մեծամասնությունը հարցերով անցկացնեմ, ասենք ինչ-որ բան պետք է ասեմ, փորձում եմ նենց որ իրանք ասեն, էլի հարցեր եմ տալիս, որ իրանք ասեն։ Ու հիմա ուզում եմ նենց անել, որ Էյնշտեյնին հիշեն, բայց դա Էյնշտեյնից ոնց որ ոչ ոք չեն կանցնում, էլի մենք կոնկրետ դասի ընթացքում։ Խնձորները բացատրում ես։ Ինչ կապ ունի խնդրում։ Էդի Նյուտոնն արա։ Նյուտոնն դե вообще կապ չունի, բայց լավ։ Էյնշտեյնի ուզում եմ Էյնշտեյնին հիշեն, դե բայց ինքը հայտնի է, չէ՞։ Ասենք գիտեք, չէ՞ Էյնշտեյնին։ Ինչով է հայտնի, իրա բեղերով ու այդ խառը մազերով, Էյնշտեյն ջան։ Թեկուզ այդ նկարը ասենք շատ հայտնի նկար է, էլի։ Ու հիմա դες խառը հարցեր եմ տալիս, կամած դրան բերելու, որ կամած բերեմ, որ ասեն Էյնշտեյն։ Հիմա դες չեն պատասխանում։ Մոտ էլի եմ հարցեր տալի, այնքան որ արդեն ցենց եմ հեսա, էլ մեկը պետք է ասեմ Էյնշտեյնին, ասում են բեղերով են հայտնի, այդ նկարն եմ ցույց տալի ինչ որտեղ, ասում եմ, «Սով է»։ Մեկը ցենց լրվան երեխեքից մեկն է ասում, «Ստալին է»։ Հա, Ստալինն է, հա։ Դու вообще կապ չունի, Ստալինը։ Արդ օրինակ դու որ Արմանի տեղը կարելի ասել ցենց իր տեղում հայտնված ելն է իր կյանքի ինչ որ փուլում, չգիտեմ, տես դասավորված ելներ, որ գնացել ես որպես ուսուցիչ կամ կարաս քեզ պատկերացնես вообще կգնայիր թե չէիր գնա։ Նենց հետաքրքիր է։ Դե вообще ինչ ճանաչելով չպետք է այդ հարցը տայք вообще, որտեվ ինձնից ինչ դասատու էլի, ասենք։ Թխի, ունես չի որ Արմանից տենց աղը սպասում էինք որ այդ պահը Դե Արմանից է ինչ դասատու։ Բայց չէ, որ նախ ես գիտեք որ մի երկու օրով եղել եմ Արմանի մոտ, ձեր հետ եմ ելել, որ вообще դուր չի գալ ինձ գյուղի կյանքը, ընդ ռոպեներն էի հաշվում, երբ պիտի հետ գամ քաղաք, ու մնաց ընդ դասատու մի հատ էլ աշխատեմ էլի։ Շատ ըստեղ խոսքի դասատու ունեմ, ինչ որ տես ծրագրավորման խմբակ ունենամ, մաքսիմումը է դա էլի։ Մի քիչ ասում տարիքի երիտասարդներին դաստան։ Սեզանից մեծ էր։ Թեկուս, հա, քիչ է որ։ Ձերնակ Արմենի մասին խոսք չի կարալ նեզ։ Հա, ես չկա։ Ինքը Լյուբոյի վարիանտով չի կարա, դա գյուղում։ Ինձ դժը որ դուք գնացել եք հետները չեք տարել, չեք ասել որ գնում եք։ Քնքնելու տեղ չկա։ Դա կասկած չկա, չէ՞։ բայց օրինակ ես ցանկություն ունեի դες գնալու հենց այդ նույն ծրագրով ու Արմանի մոտ է որ գնում էի դες ահագին մնում է իր մոտ բայց մի կողմից լավ է որ չստացվեց որտեղ տենց հիմա որ ռեալն անում հասկամ որ չէ իրականում կարող է եւ ես չձգեմ Բայց դու սովորելու էիր գնում։ դա քո կարծիքն է Դա բոլորիս կարծիք։ Դա բոլորիս ցանկուց իղձն ա դա մեր։ Ստե կարող է գիտես որն է որ հաղորդումը սկզբում գրում է որ այստեղ նստածների կարծիքն է ու կարա իրականությունը չհավատացվի լավ դու ասա դու ինչ կանես Ես կգնայի միայն նրա համար, ասենք չգիտեմ,
կրթության խաթր կգնայի, թե ինչ ոնց որ Արմանը կարա ինչ որտեղ գնացած լինի, չգիտեմ, լավ բան արած լինի, զուտ գյուղական կյանքը, այդ անմիջականությունը, որ տենայի, առնչվեի դրա հետ, մի տեսակ քաղցրություն կա այդ ամեն ինչի մեջ, էլի այդ հասարակը օրինակ գյուղի փողոցով քայլելուց, չգիտեմ, ճանապարհով քայլելուց, որ մեկը անցնի քեզ բարևի, իսկ այստեղ խոսքի ես այդ բաներ չկա։ Այդ առումով շատ ճիշտ է, քաղցրությունը իրոք կա, որ թեկուզ ընդհանրապես չեն ճանաչում, նոր ես մտել գյուղ, բայց անցնողը բարևում է։ Այստեղ քաղաքում որ տենց պատահական մեկը մեկին բարևում է լրիվ անձնոտ, մտածում ես կամ գիժը կամ բանը, որ թաքնված տեսախցի կա, ցկում են վրա։ Դե լավ, որպես podcast-ի այս հաղորդման վերջաբան կարելի է նախ մի հատ շնորհակալություն հայտնել Արմանին, որ եկավ մեզ հյուր, հենց մի հատ շնորհակալություն Արման։ Եկավ պատմեց իր փորձի մասին, ինչա տեսել, ոնց է դասատու աշխատել։ Ապրես շատ, իսկ դուք հետևորդներ ջան, կոմենտներում ակտիվ եղեք, գրեք թե որ թեմայի շուրջ ինչ հյուր կուզենայիք տեսնեք, որ մենք մեր ուժերի սահմաններում կարողանանք այդ հյուրին կանչենք, մասնակցի մեր մյուս հաղորդումներին։ Բայց իրականում ինչ վերաբերում է Արմանին շնորհակալություն հայտնելուն, մի հատ չէ, Արմանին ու իրեն մանելի լիքը մարդկանց ովքեր տենց գնում են գյուղեր դասավանդելու, լիքը պետք է շնորհակալություն հայտնել, որովհետև հիմա ոնց տենում ենք, ես 5 հոգուց մեջից մենակ Արմանն է գնացել ու իր արածը քիչ չի, էլի, քիչ չի։ Ինքը ահավոր շատ բան արել է, արա իր կյանքից 2 տարի ինքնական տվել է կրթությանը, որ ապագա սերունդներին ու այդ շատ գովելի է։ Կրթի էլի։ Կրթի մեջ է։ Դու բոգ ես ապեր։ Հաջորդը։ Սա է, այդքան։ Այո, մնացել։ Գնացինք։ Մեծ վերջ անգամ ախպերս մեր կրանտի ջրից խմի։ Անջատի։ Շատ լավն է այս կրանտի ջուրը։ Ոնց որ վաբշե կրանտի ջուր չէ։ Բաժանորդագրվեք տարբեր podcast-ի YouTube-յան ալիքին։ Լավ էր, եթե հա պասպորտը ստվեք գնան էլի։